Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի ռուսադիտողներ, եթերում է մեր պատմությունը հաղորդաշարը։ Այսօր մեր հաղորդաշարի եթերում խոսելու ենք 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայաստագրական շարժման ամենահետաքրքիր կերպարներից մեկի մասին։ Հրար դժոխքի մասին ենք խոսելու եւ այսօր եւս այս գործի համար մենք խնդրել ենք մեր հաղորդաշարի եթերում մեր գիտական խորհրդատու, պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Հովիկ Գրիգորյանին հանդես գալ այս մասին ասախոսությամբ։ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի առանցքային դեմքերից մեկը վստահորեն կարելի ասել արևմտահայ միջավայրում ծնված ամենաուժեղ հեղափոխական գործիչը եղել է հրայր, ում անունով Արմենակ Մամրեի Ղազարյան։ Ծնվել է Սասունի Խուլբ գավառակի Ահարոնք գյուղում, քահանա Տեր Մամրեի ընտանիքում։ Ընտանիքը սակայն երկար չի մնացել հայրենի գյուղում, ծնվել է 1864 թվականին, մի քանի տարի անց 1870-ականների առաջին կեսին Տեր Մամրե քահանան հարկադրված էր կենցաղային ինչ-ինչ պատճառներով, որոշ տեղեկություններով քրդերի հետ եղած անհասկացողությունների պատճառով թողնել հայրենի Ահարոն գյուղը, իջնել Մշո դաշտ, հաստատվել Ղզլաղաճ գյուղում, որտեղ էլ անցել է Տեր Հերոսի մանկության եւ պատանեկության տարիները։ Արդեն իսկ գյուղական քահանայի ընտանիքում ծնված լինելը ինքնին նշանակում էր, որ Արմենակ Ղազարյանին վիճակված էր իր հասակակից երեխաներից շատերից տարբերվող մի կենսագրություն, որովհետև ենթադրելի էր, որ գյուղական քահանայի ընտանիքում ծնված երեխան պետք է ստանար ժամանակի համար հնարավորինս ճիշտ է շատ նորմալ կրթություն եւ Արմենակ Ղազարյանի առաջին ուսուցիչը եղել է իր իսկ հայրը Տեր Մամրե քահանան, սովորել է Ղզլաղաճի դպրոցում, ապա ընդունվել է Մշո Սուրբ Առաքելոց վանքի դպրոց, որտեղ անց է կացրել որոշակի ժամանակահատված, իսկ արդեն 1880-83 թվականներին Արմենակ Ղազարյանը, ապագա հրայրը, սովորել է Մուշի կենտրոնական վարժարանում։ Այս վարժարանը կարևոր դեր է խաղացել Արմենակ Ղազարյանի որպես անհատի ձևավորման գործում։ Մկրտիչ Սարյանի այս դպրոցից հետագայում դուրս եկան Տարոն Սասունի ազատագրական պայքարի շատ նշանավոր գործիչներ, որոնց մեջ առանցքայինը անշուշտ Արմենակ Ղազարյանն էր։ Արմենակ Ղազարյանը ավարտելով Մուշի կենտրոնական դպրոցը զբաղվել է ուսուցչությամբ, նաև զբաղվել է հասարակական մշակութային գործունեությամբ, ինչու՞ չէ նաև տնտեսական գործունեությամբ։ Իդեպ նա այն գործիչն է, որ Մշո դաշտում եւ հայրենի Ղզլաղաճ գյուղում առաջինը հիմք դրեց մի կարևոր կուլտուրայի մշակության գործին։ Խոսքը ծխախոտի մշակության մասին է, որը եզակի կուլտուրաներից էր, որ այն ժամանակ շահույթ էր ապահովում գյուղացիների համար։ Այսինքն մարդ էր, որը անտարբեր չէր գյուղացուն հուզող տարբեր խնդիրների նկատմամբ, անգամ գյուղատնտեսություն կազմակերպելու հարցերում անտարբեր մարդ չէր։ Նրա ազատագրական գործունեության առաջին շրջանը շատ հայտնի չէ։ Կծկտուր տեղեկություններ կան պարզապես հուշագիրների գործերով, որոնք շատ բան չեն ավելացնում նրա կերպարին։ Բայց Արմենակ Ղազարյան հրայրի գործունեությունը մի կարևոր փուլ է մտնում հատկապես 1891-93 թվականներին, երբ Սասունի հայությունը ստիպված է լինում առաջին անգամ լուրջ բախումների մեջ մտնել թուրքական իշխանությունների հետ, նորաստեղծ Համիդիա քրդական զորագնդերի հետ իրենց իրավունքները եւ պահպանած ազատությունները պահելու համար։ Եվ Սասունի 1891-93 թվականների իրադարձությունների մասին շատ չի խոսում, առավելապես խոսում է 94 թվականի ապստամբության մասին, բայց 1891-93 թվականները այն տարիներն էին, երբ Սասունի հայ բնակչությունը շատ վճռական ուժեղ պայքար մղեց թե
ոստիկանների, թե քրդական ջոկատների դեմ պայելով իրենց իրավունքները։ Եվ այդ կռիվներում երիտասարդ Արմենակ Ղազարյանը հրայրը ամենևին երկրորդական դեր չուներ, հատկապես հայտնի է 1893 թվականին Տալվորիկի կռվում նրա ցուցաբերած մեծ քաջությունը։ Իդեպ նրա անմիջական այսպես հովանու ներքո է այդ շրջանում նաև կռիվներին իր մասնակցությունը բերել դեռևս տակավին երիտասարդ Գևորգ Չաուշը, որը նոր մուտք էր գործում հայդուկային պայքարի ասպարեզ։ Այս շրջանում է, որ Արմենակ Ղազարյանը նաև ծանոթանում է Տարոն Սասունի շրջան ժամանած երկու արևմտահայ նշանավոր մտավորական գործիչների հետ։ Միհրան Տամատյան, որի դեպ նաև Մուշի կենտրոնական վարժարանի ուսուցիչներից մեկն է եղել այդ շրջանում, եւ Համբարձում Պոյաճյան, Մեծն Մուրադ, որոնք նկատելի դեր պիտի ունենային 1890-ականների առաջին կեսի արևմտահայերի ազատագրական պայքարում։ Այս երկու գործիչները, որոնք փորձից էին ժամանել Տարոն Սասունի շրջան, կարևոր ազդեցությունն էին Տարոն Սասունում եւ Սասունի եւ Մշո դաշտի բնակչության միջավայրում անառարկելի հեղինակություններ էին։ Բայց սրանց կողքին Մշո դաշտում Սասունում ծնված, Մշո դաշտում մեծացած Արմենակը շատ արագ սկսում է դառնալ մոտավորապես հավասարազոր գործիչ եւ բարձրորոշ պիտի ասել ամենևին էլ իր կարողություններով, իր առանցքային գործունեությամբ չի զիջում այս գործիչներին, հետագայում պիտի գերազանցի թե մեկին, թե մյուսին, որովհետեւ Տարոն Սասունի շրջանում թե Միհրան Տամատյանի, թե Մեծն Մուրադի գործունեությունը կարճատև էր, մինչդեռ հրայրը տարիներ շարունակ պետք է դառնա այդ շրջանի առանցքային ազատագրական գործիչ։ Մուրադի Միհրան Տամատյանի հետ միասին հրայրը կարևոր դեր է խաղում Սասունի հայությունը ինքնապաշտպանության կազմակերպելու գործում եւ նաեւ կարևոր դեր պիտի խաղար Սասունի 1894 թվականի ապստամբությունը կազմակերպելու գործում։ Բայց 1894 թվականի Սասունի ապստամբության բուռն իրադարձություններից առաջ 94-ի սկզբներին հրայրը ստիպված էր հեռանալ Տարոն Սասունից եւ մեկնել Կովկաս։ Մեկնել արևելահայ միջավայր եւ մեկնում էր ոչ սեփական խնդիրներ լուծելու համար, մեկնում էր ազատագրական պայքարի համար խիստ կենսական երկու խնդիրներ լուծելու համար։ Առաջինը զենք ու զինամթերքի հայթայթում եւ Սասուն փոխադրում, երկրորդը կարող կռվող ուժեր հավաքագրում եւ ուրեմն Տարոն Սասունի շրջան նրանց տեղափոխում։ Երկու խնդիրներն էլ կենսական էին ազատագրական պայքարի համար, պետք է ասել այդ ուղղությամբ առաջին փորձը նախորդ տարում կատարել էր Մեծն Մուրադը, բայց Կովկասից վերադարձել էր չնչին արդյունքներով, որովհետեւ ի հիասթափություն իրենց դավանած հնչակյան կուսակցությունը Արմենակ Ղազարյանը սկզբնապես հարել էր հնչակյաններին, բացարձակապես որևէ օգնություն ցույց չտվեց Տարոն Սասունում պատրաստող ապստամբությանը, իսկ այն մի քանի տասնյակ հրացանները, որ իր հետ բերեց Մեծն Մուրադը, դա պարզապես նրան տրամադրել էին Կարսի դաշնակցական կառույցները։ Արմենակ Ղազարյանի այցը Կովկաս նույնպես հաջողություն չի բերում։ Կարսի հնչակյան կառույցը հրաժարվում է զենք տրամադրել, պետք է պարզապես ասենք չուներել որ տրամադրել։ Եվ այստեղ է որ Արմենակ Ղազարյանը ըստ էության դուրս է մնում Սասունի 1894 թվականի ապստամբության վճռորոշ իրադարձություններից, այդ շրջանում նա բացակայում է Սասունից, բայց Կովկասից նա գերադասում է անցնել Բալկաններ, լինում է Բալկանյան երկու երկրներում, Բուլղարիայում եւ Ռումինիայում մեծ աշխատանք է տարում այնտեղ հավաքված հայ, հատկապես արևմտահայ ակտիվ երիտասարդներին համոզելու եւ երկիր վերադարձնելու գործում։ Նրա ակտիվ քարոզչության արդյունքում է, որ մի քանի տասնյակ հայ երիտասարդներ համաձայնում են նրա հետ միասին գալ Կովկաս, Բաթում, Կարսի մարզ, որտեղ ռազմական որոշակի պատրաստություն ստանալուց հետո այդ տասնյակ երիտասարդները խմբերով, տարբեր խմբերով անցնում են Արևմտյան Հայաստան։ Որպեսզի հասկանանք հրայրի կատարած այս գործի կարևորությունը, պարզապես նշենք, որ այս խմբերում նրա հետ Ռումինիայից բերված գործիչների թվում էին այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք էին արևմտահայ ազատագրական պայքարի առանցքային այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Աղբյուր Սերոփը, Անդրանիկը, Սեպուհը եւ ուրիշներ։ Արդեն այս երեք անունները հուշում են, թե հրայրը ինչ կարևոր կազմակերպչական աշխատանք էր կատարել, որովհետեւ հայ ազատագրական շարժում էր բերում գործիչների, որոնք մինչեւ այդ հայ ազատագրական պայքարում պարզապես անհայտ դեմքեր են։
Իդեպ նրանցից Անդրանիկը նախկինում հնչակյան էր եւ հրայրի հորդորներով է, որ պետք է դառնար դաշնակցական, աղբյուր Սերոպը դեռ 1891 թվականից դաշնակցության շարքերում էր գտնվում։ Այս գործիչներին է, որ հրայրը բերում է Կարսի մարզ եւ այստեղից ստեղծված խմբերն են, որ մեկնում են դեպի Խլատ, դեպի ուրեմն Տարոն Սասունի շրջան եւ այս խմբերն են, որ կարևոր դեր են խաղում հատկապես 1895 թվականի վերջերին Խլատում Մուշ Սասունի շրջանում հայկական տարբեր գյուղերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործում։ Հայտնի փաստ է, որ աղբյուր Սերոպի 27 հոգանոց խումբը Խլաթի հայկական գյուղերի պաշտպանության գործում կատարել է առանցքային դերակատարություն եւ Խլաթը այն եզակի գավառներից էր, որի հայությունը 1895 թվականի վերջին ամիսներին զերծ մնաց զանգվածային կոտորածներից։ Բայց հրայր դժոխքը չի սահմանափակում դրանով։ Նա ներգրավում է մեծ ծրագրերի մեջ։ Իդեպ պետք է ասել, որ հրայրը միայն այսպես ակտիվ գործիչ չէր, նա նաև լրագրող էր, թղթակից էր եւ ակտիվորեն թղթակցում էր Եվրոպայում լույս տեսնող հայ հեղափոխական թերթերին։ Թե մինչև 1895 թվականը հրայրը հնչակյան էր, բայց իր թղթակցությունները նա հավասարապես ուղարկում էր թե հնչակ թերթին, թե դրոշակ թերթին։ Եվ երկու թերթերում էլ տպագրվում էին նրա ուղարկած ուրեմն հոդվածները, թղթակցությունները դժոխք այսպես ստորագրությամբ։ Այսինքն արդեն դրոշակի եւ հնչակի էջերում մենք տեսնում ենք, որ Արմեն Աղղազարյանը հրայրը վերցրել է դժոխք մականունը։ Այս առումով վիճարկել է այն հարցադրումը, թե դժոխք կանոնը նրան տրվել է թուրքերի կողմից, շնամու կողմից իր գործունեության համար, սա իր կողմից ընտրված կեղծանուն էր ըստ երևույթին, եւ դրանում քիչ դեր չի խաղացել այն հանգամանքը, որ ակտիվ հեղափոխական պայքարի մեջ ներգրաված Արմեն Աղղազարյանը լինելով մարմնով փոքրիկ, այսպես առանձնապես խոշոր մարմին չէր, տկար, այսպես կազմվածքով մարդ էր, բայց բնավորությամբ ուժեղ էր, ուներ այսպես խիստ բնավորություն եւ հետեւողական էր, այսպես կայացված որոշումները կայացնելու գործում, այդ առումով նաեւ բավականին կարգապահության կողմնակից էր եւ խիստ պատիժներ էր տալիս ոչ միայն ճշնամուն, այլ նաեւ յուրայիններին, եթե նրանք խախտում էին կարգապահությունը եւ չէին կատարում որոշակի հանձնարարություններ կամ ցուցաբերում էին բերանբացություն, մատնություններ էին կատարում եւ այլն։ Դերևս այս մականունը նրա համար հարմար էր, իդեպ ավելի ուշ շրջանում, երբ հրայրը կսկսի զբաղվել կազմակերպական ավելի լայն գործունեությամբ եւ կընտրի գործունեության շատ մեծ շրջանակ, կսկսի պտտել Տարոնի, Սասունի, Սալմոձորի, Բիթլիսի տարբեր շրջաներում, Ախլատում, հասնի մինչև Խնուս, այդ շրջանում հրայրը նաև կստանա ուրվական մականուն։ Այսինքն նման էր ուրվականի կարծեք, որ ամենտեղ կարող էր հայտնվել, երևալ, նրա մասին ավելի շատ շուշուկներ էին տարածում, քան նրան տեսնողներ կային, եւ սա հետագայում շատ մեծացնում էր նրա հեղինակությունը, նրա մասին խոսում էին շուշուկով, ասում էին եկելա, գնացելա եւ շատ հաճախ խոսում էին նրա արդեն գնալուց հետո։ Այսինքն այս տիպի գործունեությունը շատ մեծ համբավ պիտի բերեր նրան եւ նա պիտի ստանա նաեւ ուրվական, ասենք, մականունը իր կուսակիցների միջավայրում։ Ուրեմն Արմեն Աղղազարյանը 1896 թվականին Արեմտահայերի զանգվածային ջարդերի ալիքից հետո, իսկ այդ ալիքը հատկապես ընդգրկում էր 95 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսները, երբ 300,000 կոտորված հայերի մեծագույն մասը հենց այդ շրջանում ոչնչացվեցին, տարվում է մի ծրագրով, որը Դաշնակցություն կուսակցության հղացած ծրագիր էր։ Իդեպ 1895-ից Արմեն Աղղազարյանը հիասթափվելով հնչակյաններից միանում է Դաշնակցությանը եւ նույն խորհուրդն է տալիս նաեւ Արեմտահայ ազատագրական պայքարի այլ գործիչներին, ովքեր նույնպես դառնում են դաշնակցականներ, եւ Արմեն Աղղազարյանը պետք է լիներ մեկը այն գործիչներից, ում վրա դրված էր 1896 թվականի հուլիսին Կարսի մարզից դեպի Էրզրում եւ դեպի ուրեմն Մուշ ենթադրվելիք ուրեմն պատժիչ արշավախմբի ղեկավարը։ Իր կողքին էր գտնում Արեմտահայ ազատագրական մեկ այլ գործիչ Արամ Արամյանը կամ Աշոտ Թաթուլը, եւ սա պետք է լիներ շատ մեծ ձեռնարկի տարերից մեկը, որի բաղադրիչներից մեկը Պարսկաստանից դեպի Վան արշավախմբի կազմակերպումն էր եւ վերջապես նաեւ Կոստանդնապոլսում կազմակերպվելիք ցույցերն էին, որոնց գագաթնակետը պիտի դառնար Օսմանյան բանկի գրավման գործողությունը։ Հրայրը այս մեծ ծրագրի մի հատվածի իրագործողներից մեկը պետք է լիներ, նրա եւ Արամ Արամյանի կողմից
դեպի բասեն փոխադրված 5 տասնյակ մարտիկները պետք է դառնային յուրատեսակ պատժիչ արշավախումբ, որոնք պետք է արշավելով դեպի արևմտյան Հայաստանի տարածքներ, պետք է պատժեին մահմեդական զանգվածին հայերի նկատմամբ ջարդերի շրջանում իրենց գործադրած վայրագնությունների համար։ Բայց ծրագիրը իրագործել չի հաջողվում, որտեղ մատնության հետևանքով 1896 թվականի հուլիսի 2-ին Բասենի Քյոփրիքյոյ գյուղում Հրայրը եւ Արամ Արամյանը ձերբակալվում են եւ նա մինչեւ նույն թվականի դեկտեմբերի վերջերը անց է կացնում թուրքական բանտում։ 96 թվականի դեկտեմբերին Աբդուլ Համիդի հրապարակած քաղաքական բանտարկյալների համաներումից հետո, որը հայ կուսակցությունների հետ նրա վարած բանակցությունների տրամաբանության մեջ էր տեղավորում, Հրայրը ազատվում է բանտից ի տարբերություն Արամ Արամյանի, որին 3 տարի հետո կահաղան պիտի բարձրացնեին։ Բանտից ազատված Հրայրը բոլոր դեպքերում հաստատվելով Ղզլաղաճում գտնվում էր ոստիկանության խիստ հսկողության տակ, բայց սա չի խանգարում, որպեսզի Հրայրը կազմակերպական ակտիվ գործունեություն ծավալի։ Ըստ որում Արմենակ Ղազարյանը արդեն այս շրջանում եկել էր այն կարևոր եզրահանգման, որ ծավալվող ֆիդայական կռիվները, պարտիզանական մանր շարժումները բացարձակապես օգտակար չեն արևմտահայերի ազատագրման գործին, իսկ ծրագրված, այսպես ասենք, ակնկալիքները, որ պետք է բռնկվեր ընդհանուր ապստամբություն, իրագործելի չեն։ Այս պարագայում է, որ Արմենակ Ղազարյանը որդեգրում է նոր գործելակերպ, որի կողմնակիցներ նաև Վան Վասպուրականում ազատագրական պայքարի մեկ այլ գործիչ, խոսքը Վազգենի Տիգրան Տերոյանի մասին է, եւ երկու գործիչները առաջիններից էին, որ 1897 թվականի վերջերից արդեն իրենց ուղարկած նամակներում, Դաշնակցություն կուսակցության բյուրոյին ուղարկած նամակներում առաջարկում էին ընտրել գործունեության նոր գործելակերպ, հայդուկային կռիվների գործելակերպը փոխարինել ժողովրդական հեղափոխության գործունեությամբ, այսինքն կազմակերպել ապագա մեծ ապստամբություն։ Հրայրի մասին սովորաբար շատ չեն խոսում, նա կարծեք թե այն գործիչն է, որ չի սիրում շատ Երևան, ավելի շատ սիրում է թաքնված գործել, այսպես կուլիսների հետևում գործել, բայց Հրայրի հետ կապված Հույդա երկրորդ ընդհանուր ժողովը ունի շատ հետաքրքիր մի որոշում։ Ընդհանուր ժողովը, որը ընտրում է ապագա ապստամբավայրի Դուրան բարձրավանդակի կամ Տարոն Սասունի շրջանի պատասխանատու մարմին, ընտրելով անմիջականորեն 4 ներկայացուցիչների, որոնց թվում էին արդեն իսկ Տարոն Սասունում գտնվող Աղբյուր Սերոփը, Գուրգենը, Բաղդասար Մալյանը, ընդհանուր ժողովի մասնակցող երկու արդեն անուն ունեցող հայդուկային պայքարի գործիչներ Վարդանը, Սարգիս Մեհրաբյանը եւ Սևքարեցի Սաքոն, Սարգիս Ծովյանյանը, միաժամանակ ունի հետաքրքիր այսպիսի ձևակերպում։ Ընկերներին հաղորդել, այսինքն այդ 4-ին հաղորդել, որ եթե հարմար կհամարեն, դժոխքն էլ իրենց ընկեր վերցնեն հավասար իրավունքներով։ Այսինքն ընդհանուր ժողովը առաջարկում է ընտրված 4-ին որպես 5-րդ անդամ վերցնել արդեն իսկ անուն ունեցող դժոխք մականունը կրող Հրայրին որպես 5-րդ անդամ։ Սա շատ հետաքրքիր պահ է, ինչու, որովհետև երկրորդ ընդհանուր ժողովը այսպիսի որոշում ընդունելով չէր էլ պատկերացնում, որ շատ շուտով այս Տարոն Սասունի պատասխանատու մարմնի 5 հոգանոց կազմից միակ ռեալ գործող գործիչը պետք է լիներ հենց այն 5-րդ ընկերը, ում առաջարկում էին որպես հավասար ընկեր վերցնել։ Եվ ինչն էր խնդիրը, որովհետև երկրորդ ընդհանուր ժողովից քիչ անց դա սպանվում է Վազգենը, Տիգրան Տերոյանը Վասպուրականում, հետո 1899 թվականի ապրիլին Ցրոնքում սպանվում է Տարոն Սասունի մարմնի անդամներից մեկը Գուրգենը, նույն թվականի նոյեմբերին զոհվում է Աղբյուր Սերոփը։ Վարդանը հրաժարվում է մեկնել Տարոն Սասունի շրջան, գերադասում է գնալ Կիլիկիա, իսկ Սարգիս Ծովյանյանը, որը փորձում է հասնել Տարոն Սասուն, հասնելով մուշ ձերբակալվում է եւ մինչեւ 1901 թվականը անց է կացում թուրքական մշի թուրքական բանտում։ Այսինքն ըստ էության ընդունված մարտավարության միակ կիրառողը Տարոն Սասունի շրջանում այն գործադրել ուղղությամբ ջանքեր գործադրողը դառնում է Հրայրը, Արմենակ Ղազարյանը, որը ստիպված էր հաղթահարել շատ մեծ դժվարություններ։ Իսկ դժվարությունների մեծագույնը դա գործող հայդուկային խմբերի, հայդուկապետերի միջավայրում գոյություն ունեցող անհասկացությունների վերացնելն էր, ֆիդայական կռիվների կողմնակիցներին զսպելներ եւ ապագա ապստամբության համար հարմար միջավայրի ստեղծումն էր, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս գաղտնիության, լռության պայմաններում զենք, զինամթերք, կռվող ուժեր եւ դրամական միջոցներ փոխադրել, կենտրոնացնել ապագա ապստամբավայրում։
Այստեղ հրայրը շատ մեծ ջանքեր պիտի գործադրի, որովհետև իր դեմ նա կունենա այնպիսի գործիչներ, ֆիդայական կռվի կողմնակիցներ, ինչպիսիք են արդեն իսկ համբավ ձեռք բերած Անդրանիկը, որը Բշարե Խալիլին սպանելուց հետո սկսում է մեծ համբավ ձեռք բերել Տարոն Սասունում։ Գևորգ Չաուշը, որը արդեն իսկ հայտնի ֆիդայի է, Սպաղանաց Մակարը եւ այլ ֆիդայիներ, որոնք ֆիդայական կռիվը համարում էին ազատագրական պայքարի առանցքային ձևը եւ գտնում էին, որ ֆիդային պետք է լինի ազատագրական պայքարի կենտրոնական դեմք։ Այս տիպի մտածողության դեմ հրայրի պայքարը շատ դժվարին էր, այդ պայքարում հրայրը մեծ խնդիրներ ունեցավ։ Նա անգամ դեպքեր եղան, երբ ստիպած եղավ թողնել Տարոն Սասունի շրջանը, զբաղվեց կազմակերպական լայն գործունեությամբ, վերակազմակերպեց Խլաթի շրջանը, վերակազմակերպեց Սալնոձորը, Խնուսի շրջանը, Մշո դաշտը, այսինքն ստեղծեց տարբեր բնակավայրերում գաղտնի գործող կառույցներ, ստեղծեց ամուր կազմակերպության հիմքեր Տարոն Սասունի շրջանում։ Ավելին, նա ստիպված եղավ հաղթահարել Անդրանիկի պես զորեղ անձնավորության դիմադրությունը եւ գործը հրայրի եւ ֆիդայիների հարաբերությունում հասնում են նույնիսկ այնտեղ, որ 1899 թվականին Սասունի բնակիչները, որոնց համակրանքը ավելի շատ հրայրի կողմն էր, զինաթափում են Անդրանիկին եւ նրա ֆիդայիներին, որպեսզի ասպարեզ բացեն հրայրի համար։ Շատ դժվարին պայմաններում գործեց հրայրը եւ Պարզ պիտի ասել, մինչև 1901 թվականի վերջը ըստ էության նրա գործունեությունը շատ բարդ պայմաններում էր տեղ ունենում։ Սա այն շրջանը, երբ Անդրանիկը կազմակերպի կիրագործի Առաքելոց վանքի կռիվը, որը հայդուկային կռվի վերջին, այսպես ասենք, խոշոր աչքի ընկնող ելույթներ տեղի կունենան այլ իրադարձություններ եւ հրայրի համար ըստ էության ինչ որ առումով փրկություն էր Տարոն Սասունի շրջան 1902 թվականի սկզբներին մի գործի ժամանում։ Այդ գործիչը Դաշնակցության Արևմտյան բյուրոյի հրահանգներով եւ լիազորություններով Տարոն Սասուն ժամանած Վահան Մանվելյանն էր, դաշնակցական մի գործիչ, որը եկել էր Բուլղարիայից։ Այս գործիչն էր, որը պիտի օգներ հրայրին։ Ինչն է հրայրին բնութագրով։ Հրայրը ինքը համեստ մարդ էր եւ շատ մեծ հավակնություններ կարծեք չէր ցուցաբերում։ Ունենալով մեծ իրավունքներ, արդեն իսկ Հոյդա երկրորդ ընդհանի ժողովի որոշումներով լինելով Տարոն Սասունի ըստ էության կուսակցական բարձրագույն ներկայացուցիչը մյուսների զոհվելու կամ բանտարկվելու պայմաններում հրայրը այնուհանդերձ այսպես ցուցամոլ չէր, ցույց չէր տալիս, որ ինքն է այսպես միանշանակ դիկտատորը բոլոր խնդիրներում։ Դա փորձում էր ֆիդայիների հետ եղած խնդիրները կարգավորել հնարավորինս մեղմ ձևերով, թեև դա միշտ չէ որ հաջողվում էր, բայց Վահան Մանվելյանի գալով հրայրը շատ հետաքրքիր գործելակերպ է ընտրում։ Հայտնի բան է, որ հայության միջավայրում, հատկապես արևմտահայերի միջավայրում դրսից եկածը մարգարեի այսպես կեցվածք ունի, համարում ավելի խելոք։ Եվ հրայրը ամեն կերպ աշխատում է բարձրացնել եկած Վահանի հեղինակությունը, այդ կերպ փորձելով Վահանի հեղինակությունն օգտագործելով ասպարեզ ստեղծել ապստամբության նախապատրաստման համար։ Եվ պիտի ասել նրա այդ գործելակերպը հաջողվում է գոնե մինչև 1903 թվականի ամառ ըստ էության հաջողվում է Վահանի ակտիվ քայլերի շնորհիվ հրայրը ստանում է հնարավորություն ապստամբություն կազմակերպելու համար։ Բայց 1904 թվականի 1903 թվականի հունիսի սկզբներին Մրիկ խմբի ժամանումը Տարոն Սասունի շրջան թուրքական իշխանություններին դառնում է պատրվակ, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն թույլ չտալու համար հայերի միջավայրում նոր ապստամբության կազմակերպումը։ Թուրքերը հասկանում էին, որ թեև լռություն է, բայց դա իրենց համար շատ, այսպես ասենք, վտանգավոր լռություն է, ուրեմն հայերը ինչ որ գործերով են զբաղված, իսկ հրայրը մեծ նախապատրաստական աշխատանքներ էր տանում ապստամբություն կազմակերպելու համար, համագործակցում էր նաև այդ շրջանում վասպուրականում գործող Վարդգեզի հետ, Հովհաննես Սերենգուլյանի հետ, համատեղ մշակել էին գործունեության մի ծրագիր կանոնագիր, որը պիտի գործադրվեր այդ միջավայրում, բայց սա իրագործել չհաջողվեց։ Չհաջողվեց, որովհետև թուրքական իշխանությունները իրենք արագացրին գործողությունները եւ նախատեսված ապստամբությունը պիտի պայթեր ժամանակից շուտ ավելի շատ ստանալով Սասունի հայկական բնակավայրերը պաշտպանելու այսպես տեսք, ոչ թե ապստամբություն, այլ ավելի շատ կվերածվի ինքնապաշտպանության, թեև իսկ հայերի ակտիվությունը Սասունում արդեն իսկ նրանց դրել էր ապստամբի կարգավիճակում։ Հրայրը գիտակցում է սա եւ այն ինչին նա դեմ էր, շուտով հաղթահարվում է եւ հրայրն ու Վահանը սկսում են դիմել կովկասյան կառույցներին, խնդրելով նոր ջոկատներ ուղարկել Սասուն, այսինքն
այն ջոկատների մուտքը, որը նախկինում արգելված էր, արդեն թույլատրվում է, սկսում է այդ քայլը եւ Սասունը պատրաստում է հերթական շարժման։ Այստեղ մենք տեսնում ենք հրայր դժոխքի հերթական այսպես մեծ քայլը, լինելով դաշնակցության այսպես առանցքային ղեկավար գործիչը, ըստ էության ապստամբական շարժման կազմակերպիչը, երբ գալիս է վճռորոշ պահ, այսինքն այն պահը, երբ Սասունում հավաքված զինյալ ուժերը պետք է ընտրեին ապագա պայքարի զինվորական ղեկավարին, հրայրը այստեղ դրսևորում է իր համեստությունը։ Նա անշուշտ կարող էր իր ձեռքը վերցնել ղեկավարությունը, բայց հնարավորություն է տալիս հավաքված ռազմական ուժերին ընտրելու զինվորական հրամանատարին, ով ռազմական գործում ավելի կարող կլինի։ Որքան էլ հրայրը լավ կազմակերպիչ էր, հրայրը լավ հասկանում էր, որ կռիվներ մղելու հարցում միգուցե կային գործիչներ, որոնք իրենից ավելի փորձված էին։ Եվ այդ գործիչների թվում էին Սեբաստացի Մուրադը, որը արդեն հասցրել էր մեծ հեղինակություն վայելել սասունցիների միջավայրում, Անդրանիկը, որը արդեն իսկ հեղինակությունն էր, Գևորգ Չաուշը, որը Սասունի հարազատ զավակներ եւ Սասունի միջավայրում սիրված այսպես հայդուկներ, բայց ինքը հրայրը ըստ էության թողնում է, որ այդ միջավայրը ընտրի իր ղեկավարին եւ բնապատահական չի, որ Սասունի արդեն կռիվների ընթացքում 1903 թվականի հոկտեմբերին մենք տեսնում ենք, որ հայդուկների միջավայրից առաջարկում է Անդրանիկի թեկնածությունը որպես ապագա կռիվների զինվորական ղեկավար։ Սա չի նշանակում, որ հրայրը կողքի է քաշվում։ Հրայրը այս պայմաններում ինքը արդեն կռվելով Անդրանիկի հրամանատարությամբ, թեև կարգավիճակով Անդրանիկից բարձր է, բայց կռվում է Անդրանիկի հրամանատարությամբ, բայց пассив դերում չի, նա ստանձնում է Սասունի 1904 թվականի ապստամբության հետ կապված դեպքերի ամենավտանգավոր ճակատի հրամանատարություն։ Վտանգավոր ճակատը հյուսիսային ճակատն է, որտեղ էլ 1904 թվականի ապրիլի սկզբից սկսում են կռիվները, իսկ սրանք հրայրի մղած պայքարի արդեն վերջին դրվագներն են, որովհետև հյուսիսային ճակատում տեղի ունեցած կռիվներում հրայրի ղեկավարած ուժերը քաջություն են ցուցաբերում, հատկապես ապրիլի 9-ին հետ են մղում թուրքական հարձակումը, բայց ապրիլի 13-ին Շեննիկ Սեմալ գյուղերի մատույցներում տեղի ունեցած կռիվը ճակատագրական է լինում հրայրի համար։ Հրայրը զոհվում է այդ կռվում, բայց մեծ հերոսի զոհվելը ինքնին այսպես սովորական մահկանացուի զոհվել չէր։ Հրայրի անգամ զոհվելը այսպես մեծ քաջության դրսևորում էր։ Ինչու՞, որտեղ ինչպես զոհվեց հրայրը։ Հրայրը տեսավ, որ զինակիցներից մեկը նշանավոր հայդուկ Սեպուը վիրավորվել է եւ չի կարողանում լքել կռվի դաշտը եւ նրա վրա կախված է սպանվելու վտանգը։ Հրայրը որոշում է փրկել Սեպուհին եւ իր հետ քաշել եւ իր ղեկավարած խմբերին նահանջի հրաման է տրվում։ Սեպուը հասկանում է, որ հրայրը դրանով ինքն իրեն է զոհաբերում եւ փորձում է համոզել, որ նա հանգիստ թողնի իրեն եւ հեռանա, մյուսների հետ հեռանա։ Բայց հրայրը հայտարարում է. կամ քեզ կփրկեմ, ինձ հետ կտանեմ, կամ կզոհվեմ։ Եվ նրա խոսքերը կարծեք ճակատագրական էին, մարգարեական էին, փրկում է վիրավոր Սեպուհին, որի դեպ հետո շատ պիտի ապրի, հետո կդառնա առաջին հանրապետության ամենափորձված եւ ամենաընդունակ զորահրամանատարներից մեկը, բայց ինքը Սեմալի մոտ կռվում ապրիլի 13-ին իր ճակատին 20 հատ թշնամական գնդակ կզոհվի։ Ընկերները նրան կտանեն կթաղեն Գելեգուզանի հայոց եկեղեցու բակում, Աղբյուր Սերոփի գերեզմանի կողքին, որտեղ հետո կթաղվի նաև հայդուկային պայքարի մեկ այլ նշանավոր գործիչ Սպաղանցի Մակարը։ Այս երեք հայդուկների գերեզմանները այդ եկեղեցու բակում են գտնվել։ Հրայրը զոհվեց։ Պետք է ասել, որ հրայրի զոհվելով ըստ էության նաև Սասունի ապստամբության խնդիր լուծվեց, որովհետև Սասունը շատ երկար չդիմադրեց, մայիսից հետո Սասունում կռիվներ չկան, հուլիսից Սասունի շարժման հետ կապված դեպքերը արդեն փակված էին եւ Սասունի ապստամբությունը մնաց որպես անցյալի իրադարձություն, բայց որպես եզրափակում։ Հրայրի հետ կապված ինչ պետք է ասել։ Արմենակ Ղազարյանը, հրայրը այն դեմքն էր, որի զոհվելը սովորական հայդուկի զոհվել չէր, եւ հրայրը ինքը սովորական հայդուկ չէր, հրայրը իր կարգավիճակով կարծեք հայդուկից մի մակարդակ բարձր էր, դա իմ համոզմունքն է։ Հրայրի զոհվելով Տարոն Սասունի ազատագրական շարժումը ստացավ մի կորուստ, որը անփոխարինել էր։ Հետո եկան մարդիկ, փորձեցին փոխարինել նրան, բայց նոր հրայր երբեք չստեղծվեց։ Եվ համոզված եմ, եթե հրայր դժոխքը մնար, ապրեր մինչև 1915 թվականը, Տարոն Սասունի շրջանի հայ բնակչությունը թերևս կունենար
շատ ավելի բարեհաջող ճակատագիր, քան նրան վիճակվեց 1915-ի մեծ եղեռնի շրջանում, որովհետև նրա հեղինակությունը կարող էր եւ Տարոն Սասունի բնակության համար ապահովել անհամեմատ ավելի լավ ապագա։ Այսպիսով հրար դժոխքին նվիրված մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։